Պետք է վերափոխվի բանակը, դա սովետական պայքարելու սիստեմը, մոդելը պիտի ավարտվի այդ մսային հարձակումները։ Անձնակազմը պիտի վերափոխվի, ՆԱՏՕ-ի ստանդարտներին բերվի, որով իբրև Ալիևը մեզ հաղթեց։ Այսինքն մենք պիտի կարողանանք ունենալ անձնակազմ, որ այդ զենքերը կարող է օգտագործի։ Մենք պիտի ունենանք դաշնակիցներ, մենք պիտի զինենք բանակը, այո, որակյալ զենքերով։ Ինդալակյան նաջախ նկատած եմ, որ դուք անշուշտ շատ ճիշտ կնեք, միշտ մեկ հայացք անվտանգության համագարքին, բանակի զորացման վերջերս այս առումով նախարար, ֆինանսներու նախարար Վայ Հովհաննիսյանը թիվեր տվավ եւ նշեց, որ 26-ի կապիտալ ծախսերու 43%-ը ուղղվելու է արդիական բանակ ունենալու խնդրին։ Կողեք այս թիվեն, դուք ինչ կմտածեք եւ հաջող Պատսևով դուք իշխանություններուն գողորտորեք վարգյան ռոբե առաջ պատրաստվել, որովհետև խաղաղության օրագարկը մի բան, իսկ քեդնի վրա դեղի ունեցածը եւ հզոր բանակ ունենալու փրկությունը ամենակարևորն է։ Վստահ եմ համաձայն եք այդպես։ Միանշանակ այս աշխարհում եւ նույնիսկ խաղաղ Եվրոպան այսօր զինվում է։ Ճապոնիան, որը պացիֆիստական սահմանադրություն ունի, ես հիացած եմ նոր ղեկավարով դեպ ասեմ իր սկզբունքներով, այնպես չի որ կին է դրա համար եմ ասում, բայց ասենք Ճապոնիան զինվում է, մենք չէ։ Լուծումները գանանցից են ունելու։ Տեսնենք, այսինքն ես չեմ հասկանում։ Իդեպ ես պետք է նշեմ, որ Հայաստանում կանենք ավելի ակտիվ հորդորեն պետք է մասնակցեն քաղաքականությանը։ Եվ գա ներուժ գա։ Միանշանակ կա եւ նախկինում իհարկե ասում են կրճատում են, այդպես լուրեր կային։ Հետո քննադատություն եղավ բանակի ծախսերը, ասում են որ ոչ։ Այո, այդ կաշկշուկը եղավ եւ ընդդիմությունը գրագեց իշխանության ուղղությամբ։ Այո, հետո Նիկոլ Փաշինյանը խոսեց, որ բանակը չի առաջնային, հետո փոխեց իր խոսքը, այսինքն Հայաստանի աշխարհագրական դիրքը այնպեսին է, որ մեզ համար բանակը առաջնային։ Իհարկե ամեն ինչ պիտի անել, որ չօգտագործել բանակը, բայց եթե գալիս է այդ պահը, բա ինչ պիտի անենք։ Համենայնպես մեր հարևան երկիր ինչքան էլ ինքն էլ իբրև թե պիտի կրճատի մինչև 30 թվականը, սա շատ կարևոր է, բայց էլի մի քանի անգամ ավել է ռազմական բյուջեն մերից, ակտիվ զենք է արտադրում, զինվում է եւ միշտ խոսում է, որ այ եթե ձեզ խելոք չպահեք, կենցաղային ասած, մենք կկրկնենք։ Բացի այդ մեր տարածքում է մինչև հիմա գտնվում, իդեպ մոռացել եք մենք դրա մասին։ Սահմանազատված չի, խնդիրները շատ են, էլի, այնպես չի որ տենց Ալիևը մեկ օրում դարձավ կիրթ։ Այսինքն մենք ճանապարհ բացեց։ Եվ բայց այստեղ մի հատ խնդիր կա, անպայման չի էլի միլիարդավոր դոլարներ ծախսել, ինչ որ ծանր տեխնիկա, մենք տեսանք Ուկրաինայի նախագահը ցույց տվեց մի զենք այս սեղանի տրամաչափով, որը կարողանում է ԱԹՍ-ներով վերացնել։ Այսինքն եւ մի քանի միլիոն դոլարի, ասենք, տեխնիկայի մասին է խոսքը։ Ներսում էլ մենք պիտի արտադրենք, այսինքն այդ ռուսական աննպատակ զենքերու գնելու փոխարեն հին սերնդի այդ սուերի հեքիաթը Պոսեյդոնի, այլ ինչ-որ բուրիվեսնիկ են արձակում, որը որը մեկը չի տեսել։ Ուղղակի ասել են, որ դա թռել է։ Նորվեգիան ընդհանրապես ասաց, որ այո, այդպիսի թռիչք եղել է, բայց որտեղ է թռել, ինչ ա եղել իրեն, որը մեկը չգիտի։ Եվ դրանք բոլորը արևմտյան գողացված տեխնոլոգիաներ են, F-35-ը, այս նոր սերնդի, ներողություն, Su-35-ը, Su-57 հիմա իբրև թե նոր սերնդի, դա կանադական F-16-ներն են, այդ հոդվածները կան։ Այսինքն Հայաստանը պիտի ինքը արտադրի, արտադրություն սկսի, մեր հայկական միտքը այնպես չէ, հայեմ դրամ եմ ասում, բոլոր երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում փայլել է եւ փայլում է։ Մենք պիտի ունենանք դաշնակիցներ, մենք պիտի զինենք բանակը, այո, որակյալ զենքերով, որոնք մենք գնում ենք մեր գործընկերից։ Իդեպ Սուրեն Պապիկյանն ասաց, մենք գնում ենք զենքեր, բայց ես չգիտեմ ումից են գնում, Ֆրանսիայից լսել եմ։ Հնդկաստանից ինչ կան գիտեմ։ Չէ, արևմտյան ավելի տեխնոլոգիաներ նկատի ունեմ, եթե մենք հապ կանթամ ենք, ես կասկածում եմ, ես որ մեկը լուրջ զենքեր կտա, Ֆրանսիան գա, չէ, միշտ։ Կամ որ ասում են գաղտնիքը չբացեն։ Ամերիկայից զենք, Ֆրանսիայից մի հատ զենք էի գնում, ամբողջ աշխարհով հայտարարում եք, դա գաղտնիք չի։ Մենք Ադրբեջաններ գնում է, ասում է, մենք պիտի իմանանք, կա թե ոչ։ Եվ ամենակարևորը սրա մասին խոսել ենք, պետք է վերափոխվի բանակը, դա սովետական պայքարելու սիստեմը, մոդելը պիտի ավարտվի այդ մսային հարձակումները, իդեպ որքան էլ ցավալի է, այս պատերազմները մեզ համար են սովորելու, թե ինչպես պետք է պայքարել։ Եվ անձնակազմը պիտի վերափոխվի, ՆԱՏՕ-ի ստանդարտներին բերվի, որով իբրև Ալիևը մեզ հաղթեց։ Այսինքն մենք պիտի կարողանանք ունենալ անձնակազմ, որ այդ զենքերը կարող է օգտագործի։ Հիմա ինչ է ասում Տրամպը, ասում է հայմարսները, ուկրաինացիները չեն կարող օգտագործել։ Մի տարի պիտի սովորեն, նույնը F-16-ին էր վերաբերում, այսինքն անձնակազմ պիտի ունենանք, որ դա կարողանա կիրառի։
Սա շատ լուրջ խնդիր է, էլ չխոսեմ էլ 44 օրյա հանձնաժողովի մասին, պատերազմի արդեն նույնիսկ ամոթ է դրա մասին ես անդադ խոսում եմ։ Մի խոսք, եթե ստորագետով մսի։ Դե ասել, որ մենք ունեցել ենք բանակ, որը չի ենթարկվել Գերագույն գլխավոր հրամանատարի իրենց խոսքերը, ասել, որ ունեցել ենք բանակ, որտեղ դասալիքներ էին, որոնք ենթարկվում էին Կրեմլի հանձնարարականներին եւ ունենալ այդ բանակը եւ վերափոխում չանել եւ չասել ովքեր են այդ մարդիկ, դա արդեն թող մեր ունկնդիրները։ Ինչու է դի միշտ փորձում են բահել, վերջերս մենք նկատեցինք նաեւ որպես փակ լսում։ Հիմա ասենք լսում եմ, կան կարծիք, որ Ռուսաստանը չի թողնում, դե կներեք։ Այսինքն ասում ենք օրենք հաստատեք, Պուտինը չի թողնում։ Բանակ ունեցեք, Պուտինը չի թողնում։ Դե մի ասեք, մենք անկախ ենք եւ KGB-ն չպետք է ղեկավարի, ասեք, էլի պետք է KGB-ն ղեկավարի։ Կամ մի խոստացեք, որ պիտի բացահայտեք, ինչ նշանակում գալ այդպես անպագորգոր հայտարարություններ անել, ընդհանրապես Հայաստան մոդայիկ է։ Ես զապիսներ ունեմ, այտենց այդ գեներալ ունեինք, չէ՞, Մովսես Հակոբյան կարծեմ, ու գնաց այդ մարդը։ Ասում էր խայտարակ բունկերի զապիսներ ունեմ Աննա Հակոբյանի մասին, գնաց տուն։ Չի կարելի, չէ՞, նորմալ իրավական երկրում այդ մարդուն կանչում են, հարցաքննում են, ուսը բան չի, շուկա չի։ Այդպես ենք մենք նայել խնդիրներին, որ էս օրին ենք հասել։ Այսինքն, եթե դուք ասում եք, որ բանակում վխտում էին լրտեսները, բայց ոչ մի գործով վճիռ չկա, սա նման է այդ արդարադատությանը, որ անցումային պիտի իրականացվի։ Եվ ես կարծում եմ, այս թեմայի մասին պետք է շատերը խոսեն, քիչ եմ լսում, որ չի կարելի այդպես ասել, դե լավ, մոռացանք, տենց Ալեն Սիմոնյանը չի թողնում, Ալեն Սիմոնյանը չի որոշում, պետք չէ այդ մարդու վրա այդքան մեծ լիազորություններ տարածել։ Ասեք ով է որոշում եւ ինչու չի հրապարակվում։ Վերջին հարցս Տիգին Դալակյան, այս հիբրիդային պատերազմի մասին շատ խոսած ենք, վերջերս այդ Մոլդովիո նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը կպատրաստվի վերցնել իշխանությունը, բայց ինչքան դուք կնշեք, Դագավին ռուսական աստեցությունը շատ բացահայտ է հիմա ուր ինչպես կողմնորոշվի։ Այս հիբրիդային պատերազմը սվածը պիտի ինչ որ բան փոխե ընդրություններու ընթացքին կամ Ռուսաստանը ինչքանով դրամատիր է այդ խաղի մեջ մտնալ ճագերդով անշուշտ։ Ես չեմ կարծում, որ Մոլդովայում Ռուսաստանը ավարտել է իր գործողությունները։ Իդեպ այս տարի ընդունված անվտանգության հայեցակարգում Ռուսաստանը թիվ 1 սպառնալիքն է համարում եւ ես կարծում եմ դա կապված է Մերցնեստրի եւ Գագաուզիայի հետ։ Ուղղակի Ռուսաստանը, ես դաժե նույնիսկ կներեք, այսպես եմ մտածում, եթե հարադատար հաստատվի ռուս-ուկրաինական ռազմաճակատում, ել որտեղ Ռուսաստանը կարող է էսկալացիայի գնա, որտեղ այնտեղ ռուսական զորքեր կան։ Հայաստանից բացի դեղը չի գա։ Բացի Հայաստանը, Մոլդովան։ Այնտեղ Մերձնեստրում ռուս խաղաղապահներն են, այնտեղ ճնշում են, քաղցած են Մերձնեստրին, հա։ Այսինքն փոքր իհարկե ուժերով, ես չեմ ասում լայնածավալ պատերազմ, այսինքն Մոլդովան թիրախներից մեկն է, դրա մասին Զելենսկին իդեպ խոսել է։ Ուկրաինայից հետո հաջորդը Հարավային Կովկաս, ուղղակի Հայաստանի վրա ոչ չի արձակվի Ռուսաստանը, այստեղ մեծ դաշնակից է համարվում Մոլդովան, այլ հարց է, հետո ցամաքային կապ չկա մեզ հետ։ Հիբրիդ մեթոդներ հենց Հայաստանում են կիրառվելու։ Այսինքն տնտեսությունը մենք պիտի դիվերսիֆիկացիա անպայման իրականացնենք, եթե մենք դիմում ենք տեխնացուի կարգավիճակ ստանալու համար Եվրամիության, ասում են հաջորդ տարի պիտի դիմենք։ Ռուսաստանը կարող է վերին լրսը նույն օրը փակի։ Եթե փակի Թուրքիան բացելու է սահմանը, ես Էրդողանին չեմ վստահում։ Վրաստանը ինչպես իրեն կդրսևորի, Եվրոպան մեզ կարող է արագ օգնություն տրամադրել, ինչպես Մոլդովային։ Այսինքն տնտեսության խնդիրները մեկ։ Պարզ է, որ Ադրբեջանով եկող ճանապարհին ես չեմ վստահում։ Երկրորդը, այստեղ դա բժշկություններ է առաջացնելու սոցիալական Փաշինյանի դեմ, այսինքն ընդդիմություն դրանից կօգտվի, նույնիսկ եթե ընդդիմությունը չերևա, այս մարդիկ, ասենք, ամեն մեկը իր խնդիրներով գալու է կառավարության շենքի մոտ, դա ներքին դիստաբիլիզացիա, անկայունություն է առաջացնելու։ Ներքին քաոսը սված է։ Այո, հետո երկաթուղին իրենց է պատկանում, այսինքն օգոստոս 7-ի համաձայնագիրը տորպեդարելու համար իրենք ինչ գործիքներ կարող են կիրառել հիբրիդ ճանապարհների վրա, որ ասեն այդ ճանապարհը այդքան էլ անվտանգ չի։ Իրենք լուրջ չեն վերաբերում ռուսները այս բոլորը։ Ես այդպես եմ կարծում, չէ՞։ Դա կախված է Տրամփից, գիտեք, մի կողմից այո, մյուս կողմից Տրամփը անվտանգավոր մարդ է, ասենք։ Որտեվ քիշերը սածը ցերեգը դեռնա հերկել է։ Եթե նրան Ռուբիոն բերի այն մտքին, որ Պուտինն իրեն ուղղակի ծաղրում է, ասում Ռուբիոն ուզում է բերի այդ մտքին։ Այո, աշխատում է շատ լուրջ։ Ես ձեզ ասեմ, մեր աշխատանքը պիտի Տրամփի հետ չլինի, Ռուբիոյի, որովհետև իր անձնակազմում ցավալի է, բայց Վոլցից հետո ես հեռացրեց, ես տեսնում եմ, որ միայն Ռուբիոյի հետ կարելի է աշխատել, հետո ասել հաջորդ նախագահան ինքն է լինելու, չգիտեմ։ Հուսանք կբա է, այդ ալ խնդիր է, եւ վերջապես Ադրբեջան, Ռուսաստան։
Այո, վերջին այդ բացահայտումը, այդ նվերը, եթե ասենք, ինչ էր, նվերը իսկապես գային այդպիսի դրամատուրգներ, որովհետև ինչքան որ ես գարտացի, շատ հին քայլ մնե այդ Ռամիզ իրենց ազդեցության գործակալի հանձման հետական արարողությունը։ Կան դուք լուրջ կընդունիք այդ մեկը։ Գիտեք, իհարկե ոչ, բայց այստեղ մի հարց կա, այսինքն Պուտինը նաև ակնարկում էր, որ գիտես մեզ դիմում են քո երկրից, եթե քեզ այդքան ճիշտ չպայես, դե դա ժողովրդավարություն չի, ժողովուրդը այնպես չի, որ քեզ այդպես 100% վստահում է։ Ղարաբաղը հասկացանք հաղթեցիր իբրև թե բերեցիր հետ, բայց սոցիալական խնդիրներ կան, մարդու իրավունքների կապված, այսինքն այնպես է, որ մեզ դիմում են։ Դա ես կարծեմ դա այդ նշանն էր, որ մենք էլ ապահովում ենք դեռ քո իշխանությունը։ Սա մեկ։ Երկրորդը ակնհայտ է ինչքան էլ իրենք վիճեն, ես չեմ ուզում անդադ կրկնվել, նրանք արևմուտքի դեմ այստեղ միասնական են աշխատում։ Կապ չունի հիմա Ալիևը փորձում է Տրամփի հետ էլ իր հարաբերությունները իբրև թե ջերմ ցույց տալ, բայց այդ անընդհատ Զանգեզուրի միջանց, գետի արտահայտությունները դա Մոսկվայի ուղղությամբ այսպես ժեստեր են։ Որտես Փաշինյանը օգոստոս 7-ը ասում, ես Եվեն եմ ասում, եւ Զանգեզուրի միջանց, որը դե նոյեմբերի 9-ն է։ Այսինքն, բայց Ալիևը գիտի, որ իր գլխին կա մահակ, Արցախը, կապ չունի, որ Հայաստանը էլ պահանջ չունի, արցախցիները կարող են դիմել, խնդրել, որ Ռուսաստանը իրենց աջակցի, Ռուսաստանը դա ինչպես է ռուսներին պաշտպանում, ռուսների իրավունքները եւ ներխուժը։ Ունի Ռուսաստանը այդ ներուժը, ձեր գարձիկով։ Ադրբեջանի նկատմամբ։ Այո, առհասարակ Հարավային Կովկասի մեջ ինչ որ եղանակ փոխելու։ Մտածեք, Ռուսաստանը չի մտնելու Ադրբեջանը, մենք սխալ ենք հասկանում, այստեղս փորձագետներ եմ կարդում, ասում են, հեսա կհարցակվի Ադրբեջանի վրա, իբրև մենք դրանք արևմտամետ ուղղվածության փորձագետներ էին, որ ասում են վիճել են, հեսա կգրավի, ընդդիմադիրներն էլ հակառակը, կգրավի Արցախը կտա մեզ։ Կնվիրի։ Ես չգիտեմ, Արցախը նվիրել են միշտ ռուսները սովետական միության ժամանակ եւ հակառակ ուղղությամբ։ Այո, միշտ հակառակն են։ Իդեպ աշխարհի բոլոր տեղերում ինքնորոշումը պաշտպանում են, բացի Արցախից եւ Կոսովոյից, սա երկու։ Ինչ վերաբերում է հարցը ինչպես կլուծեն, դիմում են մարդիկ, մանավանդ արևմուտքում էլ արցախցիների վերադարձի մասին խոսում են, այնպես չի որ Ալիևը այստեղ շատ փախչելու տեղ ունի։ Դիմում են, ասում են, խնդրում եմ, եկեք մեր անվտանգությունը ապահովեք։ Պարոն Ալիև, պատկերացնում եմ Պուտինի խոսակցությունը, մենք ոնց չգանք, բա մարդիկ, բա նոյեմբերին ավելի լավ չի մենք գանք, քան ԱՄՆ-ն, քան ՄԱԿ ուժերը։ Պարզը չէ, որ մի օր պիտի վերադառնան այդ մարդիկ, այդպես էթնիկ զտումով դա Նետանյահուն չի, որ տենց պաղեստինցիներին ասի գնացեք, դա չի ստացվում էս 21-րդ դարում։ Այսինքն այդ լծակը կա։ Այստեղի Արցախի օրինական ընտրված ներկայացուցիչներն էլ նամակներ են, չէ՞, շաբաթը մենք գրում Պուտինին, դա իզուր չեն գրում։ Այդ կապը գա, այդ հաջորդը, այսինքն իրենք երկուսով մի կներեք, էլի հանցագործության մեջ են, դա իրենց մշտապես կապելու է, դե Պուտինը դրա համար է նվիրել, որ Ալիևին պահի, չէ՞, այդ Դուգինը, որ ասում էր մենք չլինեինք, դուք չէիք հաղթի, որ եվրասիականության մեջ պիտի լինեք, ԵՏՄ, ՀԱՊԿ, իհարկե Ալիևը իրենց խաբեց, բայց դե մի քիչ դժվար է անդադ խաբել, մանավանդ եթե մյուս երկու դաշնակիցները վիճում են իրար, Թուրքիան ու Իսրայելը, Ալիևի գործերն էլ են դժվարան է։ Այո, բայց այն որ Ալիևը ակնհայտ ԱՄՆ-ին չի ասի ոչ, այն էլ այս ղեկավարին, որը անկանխատեսելի անձնավորություն է, իրեն էլ օրը մեջ ասում է դու շատ լավն ես, դա լա դիվանագիտություն։ Բոլորը սպասում են, սպասելու են տեսնել 26-ը լինելու է բեկումնային։ Լինելու է բեկումնային ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, լինելու է բեկումնային Պաղեստինի խնդրի հետ կապված, մենք էլ Մերձավոր Արևելքի մաս ենք։ Լինելու է բեկումնային ներքաղաքական պայքարի համար ԱՄՆ-ում եւ Տրամփի դիրքերի ուժեղացման կամ հակառակը։ Ըստ այս 3 չափանիշի արդեն մենք Հարավային Կովկասում զարգացումները կհասկանանք։